Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Մի քանի ամիս հետո Հայաստանում տեղի են ունենալու ընտրություններ։ Ես ընտրություններին առաջիկայում եմ անդրադառնալու կողմերի հնարավորությունները, էլեկտորատի վիճակը քննելու եւ ներկայացնելու, թե որքանով է ուտոպիական, որքանով է իրատեսական, ինչ որ էական արդյունքների հասնելը։ Այսօր ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել էլեկտորատի որակի վրա, տեսնենք ինչ էլեկտորատ ունենք եւ իրենից իմաստորյակ ընկալել ինչ որ ռացիոնալ ընտրություն։ Ես որպես չափանիշ վերցնում եմ իրականությունը եւ նայում ենք, թե հասարակության տարբեր շերտեր ինչպես են այդ իրականության վրա անդրադառնում, ազդում, հակազդում, արձագանքում։ Ես վերցրել եմ օտար մի անձնավորության գրառում մեր իրականության մասին, տեսեք ինչ է ասում։ Իմ 45-ամյա պրակտիկայի ընթացքում ես պաշտպանել եմ քրիստոնյաներին ողջ աշխարհում, բայց այն, ինչ տեսնում եմ այսօր Հայաստանում, աննախադեպ է։ Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունը այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ։ Հեղինակը Ռոբերտ Ամստերդամ, երևի տեղյակ եք։ Իրականությունը նկարագրել, պարոնը, ես կասեի մեղմ է, այստեղ չկա Արցախի ճակատագրի հետ կապված այդ տխուր իրողությունը, Հայաստանից տարածքների հանձնումը եւ այլ էլի սպառնալիքներ։ Պարոնը ասում է, ես չեմ ճանաչում այդպիսի երկիր, որ նման բան արեցնի սեփական ժողովրդի, սեփական պատմության, հավատքի, մշակույթի դեմ։ Ես ինքս էլ չեմ ճանաչում։ Որպես պատմավիպասան եմ, հիմա այս պահի ես խոսում ձեզ հետ, որ պատմավեպեր գրելով ես սկսել եմ Ալեքսանդր Մակեդոնացուց եւ ամեն մի հերոսի մասին գիրք գրելուց, այդտեղ կանգառ ես ունենում։ Պատահում է տարիներով։ Եվ ուսումնասիրում ես այդ ժամանակվա աշխարհը, հատկապես Ալեքսանդր պատկերացրեք ողջ աշխարհը, ինչպես ասում են, ոտքի տակ է տվել, ուր է գնում, ինչ պետություններ են եւ ինչ է տեսել դու այդ ամենի պատկերը ունենում ես։ Հետո եկել եմ հռոմեական իրականություն մի քանի տարի այդտեղ դեգերել, Հռոմի հետ, իրենց կայսրերի հետ գնացել մյուս երկրներ, տեսել այնտեղ ինչ վիճակ է։ Հետո մեր պատմությանն եմ անդրադարձել մթ առաջի դարից մինչև 7-րդ դարեր մի քանի վեպեր գրել եւ այդ ժամանակվա եւ Հայաստանը ճանաչել եւ աշխարհը ճանաչել այդ ժամանակների ինկվիզիցիայի շրջան եմ գնացել, ասենք այդտեղ պատմավեպ գրել, էլի այդ ժամանակները նայել, ֆրանսիական հեղափոխությունների շրջանները, Ռոբեսպիեր, Բոնապարտ, այդ ամեն ինչը մի քանի տարիների էլի աշխարհը նայել եւ հետո 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի Եվրոպան եմ քննել այդ մյուս, ասենք, աշխատության վրա աշխատելուց եւ միջև մեր օրեր կարելի ասել այդ անհիշելի ժամանակներից։ Իհարկե ողջ պատմության վրայով չեմ անցել, ես ասի կանգառներ եմ արել որոշ տեղեր, ես այդ ողջ ընթացքում չեմ տեսել այն նկարագրածը, որ պարոն Ամստերդամը ներկայացնում է, որ կառավարությունը սեփական երկրի անի այդ ինչի որ ինքը նկարագրեց եւ ինչ որ արվում է։ Իհարկե, երբ որ գորավոր հեղափոխություններ են եղել, այս ժամանակ բախումներ եղել են, կոտորած եղել է գաղափարական հակառակորդների դեմ, անգամ որոշակի արժեքների դեմ, որոնք ասենք այդ իշխանության եկածները անընդունելի են համարել, բայց ոչ մեկը սեփական պետությունը չի թույլատրել։ Սեփական պետության համար կռիվներ են տվել, հասկանում ես, ուրիշների դեմ։ Ազգի վերջնա, ասում եմ, որոշ շերտերի կարող է ճնշեին, բայց ասեք սեփական երկրի թույլատում չի եղել, ասում եմ, ես ամենայն դեպս չեմ տեսել։ Իսկ հա մեզանում դա կա եւ ինչպես են վերաբերվում դրան հանրությունը։ Ես հիմա օրինակներ բերեմ մի քանի հատ։ Առաջի օրինակը կարդում եմ մամուլից մեջբերում։ Արմավիրի մարզպետը կռիվ է տալիս փառքի անկյունի դեմ, հերոսների նկարները աղբանոցում են, Շահումյանի բնակիչ ազանգում են, հասկանում եք մարդիկ, որոնք հերոսացել են հանուն հայրենիքի, ինչ են անում։ Եկեք տեսեք Շահումյանի դպրոցում, որտեղ են հայտնվել հայրենիքի համար զոհված հերոսների նկարները։
Փառքի անկյունի դեմ կռիվ են տալիս մարզպետարանից։ Այս մասին New Day Emmy լրատվակայանը հազանգում է Արմավիր մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի սաներից մեկի ծնողը, խնդրելով անոջը հրապարակել, կարող է աշխատանք կորցնել։ Դպրոցի տնօրենուհին այստեղ անհասկանալիներ կա, ինձ համար դա կարևոր չէ, կարևոր երևույթ է։ Թույլ չի տալիս պատին փակցված մնա, տարել են երկրորդ հարկ, նախկինում ճաշարան էր, հիմա վերածվել է զիբիլանոցի։ Պաստառները, որոնց վրա հերոսների նկարներն են, առանց ամաչելու շպրտել են մի կողմ, թողել աղբանոցում։ Բխիղ ջուր մնաց, ասում է ծնողը։ Ըստ նրա, մարզպետը, որ հայտնի կուսակցությունից է, ավելի է հասկացրել փառքի անկյունների դեմ պայքարը, որը իշխանությունների կողմից դեռ տարիներ առաջ էր սանձազերծված։ Եվ ասում եկեք Արմավիրի դպրոցներ կտեսնենք։ Այսպիսի բան։ Եվ ինչ է լինում։ Էլի հազանգներ ենք ստանում, տեղեկություններ 20 հոգով 24 ժամի ռեժիմը ոստիկանները հսկում են Կարկալույց Արմանի տունն ու Մասիսի առաջնորդարանը։ Այսինքն այդ ընթացքում կրակոցներ, սպանություններ, տարբեր տեղեր հանրապետության, հրաձգություն Երևանում, սպանություն Սևանում, այսօր էլ իմացա էլի ճոճեց ու ջարդ, ու էլի նման բաներ։ Ու այս իրավիճակում, որը պիտի լիներ մարդու արձագանքը։ Ես հիմա մի արձագանք ներկայացնեմ ու միասին տառապենք արձագանքի վրա։ Վերջում եմ Facebook-ից մի գրառում, հեղինակ անունը վերջում կասեմ։ Այսօր առավոտյան ինչպես ամեն շաբաթ ես կաթ եւ մեկ տասնյակ զուգանեցի Ֆիալետովոյից մի մոլոկան զուգից։ Ալեքսեյն ու Սյուզաննան ժամը 9:30-ին ժամանեցին Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենան ինստիտուտի տակ գտնվող շուկա եւ եռանդուն կերպով բաժանեցին իրենց արտադրանքը սպասող հաճախորդներ, ինչը շատվոր են։ Ինչ որ կերպ ինքնաբուխ սկսվեց քննարկում քաղաքականության, գործադիրի ղեկավարի Կարապետյանի եւ Քոչարյանի մասին։ 15 մարդու բացարձակ մեծամասնությունը հասկանում է, թե ինչ է անում ներկայիս վարչապետը եւ պատրաստվում է քվեարկել նրա օգտին առաջիկա ընտրություններում։ Ես չկարողացա դիմադրել եւ նյարդայնացած հարցնել, որպեսզի ներկաները լսեն ինձ. դուք մարդիկ եք, դուք մարդիկ իբնե համերաշխ չեք արժանապատվության հետ, թե անհասկացողությունը ձեր մոտ ձեռքբերովի է։ Ինչպես կարող եք կրկին ընտրել մի մարդու, որին հակառակորդ թշնամին անվանում է հարբած խեղկատակ։ Սա իմ խոսքերը չի։ Իր արած ամեն ինչից հետո եւ որպես պատասխան լսեցի ավելի լավ է նա, քան Կարապետյանը եւ հատկապես Քոչարյանը։ Քննարկումը դարձավ աշխույժ եւ թեժ։ Ոչ մի փաստարկ չհամոզեց ներկաներին։ Նրանք մնացին անսասան իրենց համոզմունքներում։ Նրանք գործադիրի ղեկավարին ու միայն նրան են արժանի համարում։ Ոչ ոք բարի խոսք չասած ոչ Կարապետյանի, ոչ էլ Քոչարյանի մասին։ Ինչ կարող եմ ասել։ Ինչպես հասկացնել նրանց, որ Հայաստանը հասել է իր բեկումնային կետին, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը, ինչպես հայտնի հեքիաթում Գնդիկ Բոքոնիկը, կդառնա իր աղվեսի բաժին։ Որտեղ կարող եմ գտնել այն խոսքերը, որոնք կհասկացնեն հայերին, որ պատիվը, առողջ բանականությունը եւ գործնականությունը նախընտրելի են օդի ցամված ու մատի ծծած ինչ որ հորինված բաներից։ Եվ եզրափակում է. մենք պետք է փրկենք հայերի պատիվը։ Եվ հարցնում է. ինչպես։ Վլադիմիր Սարգսյանի հետ մենք էլ ուզվենք ու տառապենք իսկապես։ Ինչպես փրկենք հայերի պատիվը, եթե մտածողությունը այսպիսին է։ Սա Երևանում, հասկանում եք, մայրաքաղաքի կենտրոնում ու կյանքը քաղաքականացված է եւ մարդը հաստատապես տեղյակ է ինչ է կատարվում։ Ապա ինչ պատկեր կլինի շրջաններում հեռավոր, որտեղ քաղաքականություն չկա ու միայն պետական լրատվամիջոցներից են օգտվում։
Իմ կողմից արգված Արմինե Օհանյան էլի մտահոգ այս իրավիճակում իր մի հրապարակման մեջ քաղաքական ուժերին ընդդիմադիր հորդորել էր գնալ գյուղեր, մարդկանց հետ խոսել։ Ես այնտեղից եմ գալիս, հարգելի Արմինե, եւ հորդորում եմ մի գնացեք այնտեղ, որովհետեւ վերադառնելու եք փշաքաղված։ Այնտեղից միայն ասֆալտն է երևում, անգամ ուսուցիչներին։ Մենք էլեկտորատի շատ ծանր խնդիր ունենք, որը երբեք օրակարգային չենք դարձնում։ Ես լավ հիշում եմ 1995 թիվներ կարծեմ ազգային ժողովի ընտրություններ առաջին անգամ ժամանակ իշխանության ներկայացուցիչ Արամ Մանուկյան, այսպես շրջայցեր էր քարոզչական, ասեց մենք էլեկտորատի խնդիր ունենք։ Ինչ որ հիմա բացահայտ տեսնում ենք։ Որը պիտի լիներ ռեալ արձագանքը, ասեն ինչ է ասում, պարոն Մանուկյան, ինչ խնդիր եք տեսնում դուք էլեկտորատի, ինչ եք տեսել, վերջի եթե էլեկտորատի խնդիր ունենք, ապա ընտրություններն էլ այն արդյունքը չեն տա, որի կարիքը զգում է երկիրը, պետությունը, հայրենիքը, բայց լավ հիշում եմ գրոհեցին այդ մարդու վրա, աղ դու, կա ինչը դե իշխանության ներկայացուցիչ էր, ու այդպես թաղեցին այդ հարցը, էլեկտորատի որակի հարցը, ճիշտ է ես անընդհատ ուզեցի դա հանեմ, հրապարակայնացնեմ, որ որպես հանրություն մենք քաղաքական առումով մտածելու այլ մյուս հարցերը չեմ ասում, պատվի խնդիր միշտ ենք ունեցել, բայց ասենք ընկալում չկա, այն աստիճան, որ մարդն փշաքաղեցնում է, երբ որ 30 տարի այսպես թաղած պայեցինք, չլսեցինք, ահազանգողներին վտաբանեցինք, վերջում արդեն հիմա մտնում է մեր աշկերի մեջ, ու մարդիկ նայում են, զարզանդվում են, փշաքաղվում են, հարց են տալ ինչպես փրկենք հայերի պատիվը։ Տխուր է, որ 30 տարի հետո եք սա ընկալում, էլ չեմ ասում 100 տարի առաջ էր այս խնդիրը դրել, ես դեռ դառնամ քաղաքական դաշտի որակի, նրանք էլ ինչ էլեկտորատ։ Տեսեք ինչ է տառապում Լուսինե Հարոյանի կողմից արգված։ Եթե ես երբևէ որոշեմ թողնել իմ սիրելի աշխարհի ամենալավ գործը ու դառնալ պատգամավոր, գիտեք թե որը կլինի իմ առաջին օրենսդրական նախաձեռնությունը։ Հանդես գալ Հայաստանում Homo erectus-ի, սա ուղիղ քայլող մարդն է, նոր տեսակի, այս անունը ես չեմ տալու, բայց ստիպված եմ, Նիկոլա Homo erectus-ի հայտնաբերման գրանցմամբ եւ որպես մինիմում զրկել սրանց հանրային որևէ միջոցառման հատկապես ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Բոլորս հասկանում ենք, որ սա չի կարող լինել Homo sapiens բանական մարդ։ Ավելին սա Homo էլ չի կարող լինել, բայց ստիպված կլինեն գրանցել սրանց Homo կատեգորիայի տակ, որովհետև ցավոք ունի խոսք եւ կարողանում է բառեր արտաբերել։ Եվ հետգրություն ինքը մի տեսանյութ է տեսել է կարճ տեսանյութից մի իր ասած տեսակի, որը ասել է թե այդ մի հոգին Արևմտյան Հայաստանն էլ է հետ բերելու եւ հետգրության մեջ ասում է այդ գործադիրի ղեկավարը խոստացել է, որ Արևմտյան Հայաստանն էլ հետ կբերի ու ասում է այս էլեկտուսները տեղյակ են, որ ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլ Արևելյան Հայաստանի Արարատ լեռան հետ էլ գործ չպետք ունենան, թե միևնույն է աստվածները ուղեղներին չի ասնի։ Չասեք, թե ես չափազանցեցնում եմ։ Այո, բոլոր ժողովների մեջ էլ այս որակը կա, բայց քանակի հարց է։ Հասկանում եք, կա ինչ-որ այսպես բնությունից սահմանված նորմա, մի քանի շերտեր ես ասել եմ, այս շերտերը որոշակի համամասնություն ունեն։ Եթե խախտվեց այս տեսակը շատացավ, էլ չեմ ասում են Լևանդին տեսակն է, այն դեպքում արդեն բանաբանից անցնում է, հասկանում եք։ Ընդհանրապես 90%-ը վերլուծական միտք չունի, սա հասկանալի է, բայց այս աստիճան, երբ որ տեսնում ես ինչ է կատարում, դու ասես Արևմտյան Հայաստանն է բերելու։ Մենք ազգակիներս, մենք մեզ խփում ենք, տեսնելով մայրաքաղաքում, վերջ մայրաքաղաքային ինչ-որ մի քանի տասնյակ հազար լավագույն դեպքում իրավիճակը ընկալողներին և մենք մեզ խփում ենք մտածելով, որ
շատ ենք եւ կկարողանանք ինչ որ բան անենք։ Իրենց հիմք ենք ընդունում, դաշտ կառուցում ենք դրա վրա եւ տխուր վիճակների ենք հանգում, հասկանում եք։ Հիմա կամ քաղաքացիական դաշտին։ Հետազոտել եմ երրորդ հանրապետության կարելի ասել առաջին իսկ օրերից հնարավորություն եմ ունեցել իշխանության բուրգի գագաթը տեսնել եւ երկրորդ միջնամասը եւ այլ բոլոր շերտերի եւ ժողովրդական քաղաքական ուժերի հետ էլ հաղորդումներ վարելով տասնյակ տարիներ, ասենք բոլոր եկել, այսպես ասած, թրիտակով անցել են, նույնիսկ մի պահ կար, որ այնքան լավ գիտեի մեր քաղաքական դաշտը, որ եթե մի օքի գնում էր ամբիոնից խոսում էր, ես գիտեի, թե ինքը ինչ է մտածում, բայց չի ասում, վախից, չի ասում աննպատակահարմարություն, նույնիսկ դա գիտեի, ինքը ինչ չասեց, հասկանում եք, եւ այդ եզրահանգումը, որ այսպես ամփոփում եմ, հետեւյալն է. մեր քաղաքական դաշտը ոչ մի կապ չունի մեր ժողովրդի հետ, այն ժողովրդի հետ, որ այսօր կա։ Մեր քաղաքական դաշտը իշխանությունով, ընդդիմությունով բոլոր ժամանակի մի այլ ժողովրդի համար է, որի ժողովուրդը գոյություն չունի։ Այն ժողովուրդը, որ այստեղ կա, ինքը դեռ քաղաքական ուժ չունի, քաղաքական կուսակցություն չունի։ Ապացույց եք ուզում։ Խնդրեմ, ես հիմա մի մեջբերում կարդամ ուղիղ 100 տարի առաջ գրված։ Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսք կարող է լինել բուժումի մասին։ Ես հարցը շատ եմ տվել։ Հիմա էլ եմ տալիս։ Կա արդյոք քաղաքական ուժ, որ այս ամեն ինչ արել 1926-ի մակարդակով, հետո էլ հաշվարկել է, դե հետո ինչ եղավ, այդ ախտորոշման, այդ բուժման կուրսը արվեց, թե չարվեց, հիմա խորացել է, թե չի խորացել, որ ասի, ահա, բարև ձեզ, ահա իմ հետազոտությունը, իմ ուսումնասիրությունը, ես հիմա այս ժողովրդով կզբաղվեմ, ապակին մկարիք ունի, հասկանում եք, չկա, սա չկա, բայց ահա սնկի նման, ինչպես անձևից հետո քաղաքական պատանիներ եմ, ես իրենց կոչում քաղաքական պատանիներ են հայտ գալիս, որոնք այսպես լավ բաներ են խոսում ժողովրդից, անցյալից եւ մարդիկ էլ որքան էլ տխուր ընկալվում են, ծափահարում են, անգամ ինձ էին ուղարկել, ինչ կարծիքի ես այս երիտասարդի մասին։ Այս որ մեջբերումը կարդացի, ասեմ մի հատ իրեն ասեք հասկանում, թե չի հասկանում, ես ինչ է գրված։ Ունի այս ախտորոշումը, բուժման ծրագիրը, ասում են, թե երիտասարդ է, աջակցեք։ Ինչին աջակցենք, եթե խորքերը չգիտի։ Պատկերացրեք, դուք ձեր հարազատին տարել եք հիվանդանոց, պիտի վիրահատեն, փորձառու բժիշկ չկա, մեր չէ երիտասարդ եկել է, ասում եք երիտասարդ է, դեսիք սիրուն տեսք ունի, թողեք վիրահատի։ Կհամաձայնվեք դուք։ Չեք ասել երիտասարդ, դուք այս կարգի վիրահատություն արել եք, մի հատ գնանք հարցնենք։ Անգամ տուն վերանորոգողի համար ենք մենք մի քանի տեղ գնում տեսնում իրարած գործերը, կարծիքներ հարցում, քաղաքական ուժ սիրուն բաներ է ասում։ Հետո սիրուն բանը սա է, ունեք բուժման կուրս այս ժողովրդի հետազոտած։ Հիմա քաղաքական ուժը ասացի եւ ես չեմ մեղադրում, թե ինչու են այսպեսին, քանից էլ ասել եմ, մի քանի փուլից է, սկզբից գալիս են իմաստունները, փիլիսոփաները, լուրջ քաղաքագետները, շատ ու շատ հարցերի պատասխան է տալ, այս ժողովուրդը ով է, այս ինչ շերտեր են իր մեջ, ինչու է համասնությունը խախտված, ինչ անցյալ է ունեցել, այս ինչ էր ասում Նժդեհը, այս ամենը վերլուծում են, ասում են սա ձեզ իրականության նկարագրությունը արագլացեք, սա էլ ախտորոշում է, սրա վրա էլ լացեք, այս էլ մեր ելքի ուղին, ծանր, բարդ, բայց եթե ինչ-որ համաձայնվեք, հնարավոր է մենք կարողանանք ինչ-որ բան փրկել, կամ լավագույն դեպքում շատ բան փրկել, սա չի արվել, բայց սա քաղաքական կուսակցությունների հայտ եկել, որոնք այդ հարցերի պատասխանները չկա, որ դնեն իրենց ծրագրերի հիմքում, մրցակցություն, պայքարներ, եւ պարզ է, որ պիտի խախուտ պետություն լիներ, խախուտ պետությունն էլ հեշտ ու հանգիստ կարողանում են վերցնել ինչը որ արեցին իր տխրություն մեզ։ Հաջորդ անուրջները որ կար, երկու անուրջ, մեկ անուրջներ ունեն, ընտրողներ ահա կլսեն եւ կգան մեզ կքվեարկեն եւ առաջադիմական եւ այսպես երկիր կառուցեն, երկրորդը քաղաքական դաշտն է, որ իրականության հետ կապ չունի, բայց ասացի թե ինչու, երրորդ անուրջը այն է, որ մարդկանց թվում է եւ համոզված է, որ ահա 1 միլիոն մարդ չի գալի ընտրությունների, մենք հիմա կգնանք դրանց հետ խոսենք, կբերենք այդ միլիոնը մեզ քվե կտա եւ գիտեք ինչեր կանենք։
Այդ միլիոնը չկա։ Ես այդ միլիոնի չեմ տեսել։ 15 տարուց ավել ես դինամիկան ունեմ, ես հաշվարկը ունեմ, թե ինչքան մարդ է մասնակցել ընտրություններին 1.3-ից 1.5 միլիոն լավագույն դեպքում եւ մի քանի ցցուն դրվագներ ասեմ 2017 թվականը երբ որ ռեյտինգային ընտրություններ կար այս մեր մեծահարուստները գյուղերում զառամյալ ծերունիներին էին թևեր ընկած տանում ընտրատեղած մարդ չկար որ չգնար ընտրության մարդ չկար քաղաքները չեմ կարող ասել մի քիչ դժվար է այստեղ մարդկանց գտնել համոզել տանել իսկ ես որ տանում էին զառամյալ ծերունիներին հենց այնպես չէին տանում շահագրգռում էին մարդկանց Ես ես ասում եմ գյուղերում մարդ չկար որ չգնար ընտրությունների եւ ընդամենը 1.5 միլիոն մարդ ստացվեց 1.5 միլիոն ընտրող ստացվեց հասկանում եք երբ որ շահագրգռում էին համատարած 2018-ը վերցրեք խաղապարը 18-ի դեկտեմբեր հեղափոխության հաղթանակ շարունակենք եւ այլ պիտի այսպես ընտրատեղամասերը գրոհեին 1.3 միլիոն էլ չեղավ հասկանում եք 2021-ին, երբ որ երկրի կործանման սարսափն էր օդում, պատերազմից հետո պիտի գնային ինչ-որ իրենց խոսք ասեին, այդ միլիոնը, որ փողով չգայթակղվեց, գաղափարով չգայթակղվեց, կործանման սարսափով գոնե պիտի տեղի շարժվեր, չէ՞։ Էլի 1.3 միլիոն չեղավ։ Հասկանում եք։ Հիմա եթե անգամ կան, ինչպես եք իրենց բերելու, եթե այս 3 դեպքերով չկան։ Մի ինչ-որ հատված կլինի, չեմ կարող ասել, քանի 10,000 որ իր ծննդավայրում չի ապրում, աշխատանքի բերումով, գործի բերումով եւ ալարում է գնա հետ վերադառնա կամ ասեն գնա ընտրատեղամաս խնդրի, որ իրեն լրացուցիչ ցուցակների մեջ մտնեն։ Այդ մի ինչ-որ հատվածի կարողանա, բայց այդ միլիոնը չկա, արգելիներս, ու ես էլ չեմ կարող ասել։ Հայաստանում չեն մեծամասամբ։ Սա էլ ասենք մյուս անորջն էր եւ Այս ամենին հետևելով ես ակամա հիշում եմ Լյուդվիգ ֆոն Լուշանին, որը մի տխուր բան է ասել մեր մասին, բայց իրական, մենք պիտի չխորշենք մեր մասին ասված ճիշտ պատկերացումներից եւ ոչ ասենք ոչ այդպիսի բան չկա։ Մարդ ասել էր հայերը այս ժողովուրդ աշխարհի քաղաքականապես ամենադմբո ժողովուրդն են։ Իհարկե տխուր է, բայց եւ փաստ է, կյանքը դա է ցույց տալիս եւ բացատրելի Երբ որ 1000 տարի զրկվել է քաղաքականության մասին խոսալուց, ինքը ընդհանրապես կենցաղային խնդիրներ է լուծել, ու ծանր վիճակներում սա նրա ձեռի տակ իրավաց զրկված, բարձ է նա քաղաքականության մասին չի մտածել, ուղղի այդ հատվածները չեն զարգացել։ Եվ իր կենցաղային խնդիր կարողանալու այդ խելքով հիմա քաղաքականության մեջ են մտած։ Եվ հայքասատիրաններ դեր համարյա 100 տարի ազանգում, սա է մեր դժբախտությունը։ Էլ չեմ խոսում նժդեի մասին, որ ասում են պատճառագիտական մտածողություն տված չի մեր ժողովրդին։ Մակերեսային, սա է, հասկանում եք մեր իրականությունը։ Դելի եք ուզում ապացույցներ, որ ասեմ, որ իսկապես ֆոն Լուշանը ճիշտ է։ Եկեք հարց տանք մարդկանց քաղաքական դաշտին էլ, քաղաքական ակտիվին էլ, ասենք Հարգելիներս, ովքեր են կանգնած այս իշխանությունների թիկունքում այսօր, այս պահին, վերջի 2 ամսում այսօր եւ վաղը ովքեր են լինելու, ովքեր են, որ ասենք, պահում են իրենց։ Ես դες ասեմ, քաղաքացիական պատերազմ կսկսվի։ Սա է, նա է, դու սա ես, դու նա ես, դու ծախված ես եւ այլ, միշտ իրականում կա, չէ։ Թիկունք այս իշխանությունների։ Որը պետք է լինի մտածող մարդու անհանգիստ մարդու գործը պարզել ուղեղը միացնելով, դատողությունը միացնելով, պարզել թե այդ ովքեր են այդ ուժերը, ինչ շահեր ունեն, աշխարհաքաղաքական, իրեն շահերը համընկնում են ժողովրդի շահերը, թե չեն համընկնում, եթե չեն համընկնում, ինչ պատճառներով եւ ինչ աղետ են բերելու մեր գլխին, որը բերում են ու շարունակում են։ Ու այստեղից ինքը ասենք պիտի փորձեր հետևություններ անել։ Այդքան բարդ գործ չի, չէ՞։ Բայց ասում փորձեք հիմա դուք հետևեք էլի։ Ինչ կար իրարաբեջ ինչ կարծիքներ կա ու ենթադրեք դուք էլ առողջ դատողություն ունեք նայեք կլացեք կասեք ֆոն Լուշան դու եկալի սխալ չես եղել ես չեմ ուզում հիմա ձեզ ուղղորդեմ բայց ես ընդհանրապես մի քանի բան կարդամ օգնած լինելու համար ու ինձ էլ միակողմանության մեջ չմեղադրեք 20-րդ դարի առաջին կեսին
Մարդկային գազանանոց կար Եվրոպայում եւ երանելի Ամերիկայում։ Այս թողարկման բնանկարը, այդ նկարը հիմնական, ես դա եմ ընտրել։ Մի երեխա է Եվրոպաներում, ինչպես գազանանոցում գազաներին են վանդակով պահում, դուք շատ եք տեսեք, երեխա է, Աֆրիկայից բերած երեխա է։ Մարդիկ էլ են եղել, այդ նկարները այդքան որակը լավը չէ։ Դուք որոնեք մարդկային գազանանոց Եվրոպայում նկարները կբերի։ 1950-ականների միջև որպես գազանի են վերաբերել մարդկանց։ Ու հիմա դուք դրանց համարել եք քաղաքակիրթ աշխարհ։ Եկ ուրիշ գրառում քաղաքակիրթ Եվրոպայի։ Իսրայելում ԱՄՆ դեսպանը Մայք Հաքաբին Թակեր Կարսոնի հետ զրույցում հողմանելով աստվածաշնչյան նեղուցից մինչև Եգիպտոս հողերի մասին պատմությունը հայտարարել է, թե հրեական պետությունը իբր պատմական իրավունքներ ունի տարածաշրջանի լայն տարածքների նկատմամբ, նա կարծում է, որ Աստվածաշունչը ամբողջ մերձավոր արևելքի սեփականության վկարագիր է եւ որ Աստված տվել է կամ ավելի ճիշտ խոստացել է տալ ամբողջ մերձավոր արևելքը հրեաներին, Լիբանանը, Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը եւ Իրաքը, Տեոսից մինչեւ Եփրատ։ Դեսպանը, որ արտահայտության արտաքին քաղաքականության խոսափողն ուժման ասել իրոք էլ չունի։ Եվ ինչ է ստացվում։ Ստացվում է այս սա իմ խոսքերը չի, ես մամուլից եմ վերցնում։ Այսինքն այս ԱՄՆ դեսպանը հավանություն է տալիս ամբողջ մերձավոր արևելքի հրեական գրավմանը։ Նա նաև հավելել է, որ Իսրայելը չպետք է վճարի Գազայի վերականգնման համար եւ իր կարծիքով հակառակը հենց Իսրայելը պետք է փոխհատուցում ստանա։ Ես դրաններ եմ կարդում մեր մամուլից, այսինքն էլ ոչ մեկին հետաքրքիր չէ ճանաչված սահմաններ սկզբունքը։ Որևէ մի երկրի հանդեպ ինչ-որ մեկը իր կրոնում մի թուղթ կգտնի, գակացնեցեք իմ կրոնում գրված է, սա է գրված։ Եվ այդ մանկի թղթերը արդեն չկան։ Ճանաչել են քեզ, դե չեն ճանաչել։ Սա է ձեր քաղաքակիրթը։ Վաղը միսօր այս տարածքն էլ կասեն այդտեղ գրված է, եթե իհարկե չեն էլ վերցրել։ Եվ արդյունքը հետևյալն է եղել, հետևանքը Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Կատարի, Օմանի, Պակիստանի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Պաղեստինի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Արաբական պետությունների լիգայի եւ Ծոցի համագործակցության խորհրդի քարտուղարությունները դատապարտել են ԱՄՆ դեսպան Մայք Հաքարի Իսրայելի կողմից ամբողջ մերձավոր արևելքի նկատմամբ վերահսկողության հաստատումը ընդունելի համարելու մասին հայտարարությանը։ Լավ է։ Գնանք այնտեղ։ Մեկ ուրիշ հիշեցում, երբ որ գնացել են Ամերիկայում պիտի թղթեր ստորագրեին, Թրամպը մեր արևելյան հարևանի ղեկավարին ասել է, ինչու շատ առաջ չգնացիր այդ քոզը, չէ՞ դու ուժեղ բանակ ունես։ Իսկ Հայաստանի մաման լացածներ էլի։ Հարցրել ինչի՞ չես գնացել։ Ամերիկա հզոր պիտի երաշխավորը խաղաղության մրցանակ էր ուզում, որ սահմանները պահպանվեն։ Ինչու՞ չես գնացել։ Այն էլ ասել ինձ այդքան էր, պետք է քան գնացել։ Վաղը մի սարակասի ավելի շատ արի։ Մեկ ուրիշ դեպք, որ օրերս հայաստանյան համացանցը հեղեղեց, բարձվեց ամերիկացիները հարկադրել են Արցախը դատարկել հայերից, իրենց աշխարհակաղակական շահերից։ Ես թքած եմ ոնց այդ 120,000 մարդը այստեղ որփի կարգավիճակով ինչ են, հանեք այնտեղից ռուսների զորքերը հանեն գնան, ինչ լավ կլինի։ Դե գնացեք։ Քաղաքակիրթ տարեմուտ։ Էփշտեյնի մոտ գնացեք։ Տեսեք ինչ է կատարվում այդ քաղաքակիրթ հորձորժվողը։ Ես դեմ չեմ արժեքներ վերցնելուց ինչ որ առաջադիմական պետություններից կլինի, աշխարհամասերից կլինի, բայց եկեք մի հատ հարց տանք մեզ հայեր, մենք ինչ նոր կայացած ժողովուրդ ենք։ Մենք արժեքներ չենք ունեցել։ Այդ ուրիշները մեզ չեն նախանձել այն ժամանակ, երբ որ ոչ Ամերիկա, ոչ Եվրոպայում էլ ծառերի վրա են, կարող ծառերի վրա էլ չէին դեռ։ Նույն չի որ մենք հիմա անգել ենք այստեղից թե ուր են գնում։ Ձեր սեփական արժեքները մանեք եք գտեք որոնեք եւ փորձեք դրա հիմա վրա կառուցել։ Այլ բան դուք երաշխավորույց որոնեք ձեզ անվտանգություն ապահովելու։ Բայց տեսակ անվտանգության մասին ինչ է բերեցի ես։ Ես չեմ ասում այն մյուս կողմը հա ձեր քերին է, ժողովուրդները քերի չեն ունեն։
Կամ իրենք իրենց ոտքերը կանգնում են, կամ թե չէ։ Ավելի վատ բան է լինում։ Եվ վերջապես եկեք հարցնենք, ով է իսկապես այս իշխանությունների թիկունքում։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է։ Ես էլի չեմ ուզում ուղղորդեմ, բայց ընդհանրապես ասեմ, մի 6-ի ղեկավարը գալիս է Հայաստան։ Այդ դրսում էլ է հանդիպում։ ԿՎԿ-ի ղեկավարը, ձեր իմացած ցերրո է գալիս է այստեղ հանդիպում է։ Իսրայելը 2020 թվականի գիտեք ինչքան աջակցեց այդ արևելյան հարևանին։ Թրամփի ասացի, թե ինչու՞ չէ առաջ գալիս տղա ջան, երբ որ կարող է իր նորից հիշեցնեմ, որ ամերիկացիները հարկադրել են Արցախը դատարկել հայերից։ Հիմա էլ Ադրբեջանը Ամերիկայի հենման կետն է։ Իրենց այսպես բազան կարելի ասել։ Հետո կհիշենք որտեղ ստորագրվեց Արցախը հանձնելու թղթերը, որտեղ է որ ծափահարում էին դրա համար։ Ովքեր են որ փողեր են խոստանում, որ ընտրություններին այսպես արեք, այնպես արեք։ Ինչի համար են անում։ Սիրում են մեզ մեր պայծառաշկերի համար, թե որպեսզի իրենց շահերը իրականանան եւ վերջիվերջո հարցնենք ովքեր են որ մեր կրթությունը աղավեղում են, պատմությունը աղավաղում են։ Չկար չէ՞ միջև 10 թիվ այդպիսի բան։ Եզրափակելով, իհարկե տխուր է, բայց մենք նախ եւ առաջ պիտի իրականությունը ճանաչենք։ Անուրջների մեջ եթե եղեք, դուք դժոխքում եք հայտնվելու, անդունդի մեջ։ Ես տարիներ առաջ մի գրառում էի արել, այս ամենը պատկերացնելով ժողովրդի տարբեր շերտերը, մակարդակը եւ այլը, եւ քաղաքական դաշտն եւ ասում էի ինքս ինձ ահազանգնայ հրապարակել էի, որ քաղաքական մտածողություն չունենալու պատճառով թաձը չորից զանազանել չկարողանալու պատճառով, թշնամուն բարեկամից զանազանել չկարողանալու պատճառով մեր ժողովուրդը գնում է ինքնաբերաբար դեպի կործանում, ասենք գնում է թշնամու երախը, գնում է դեպի ինքնաոչնչացում։ Եվ ահազանգելով ասում էի, սակավաթիվ ազգակիրներից խնդիրը պիտի լինի կասեցնել դա թույլ չտալ, որ այս բազմությունը գնա ինքնաոչնչացման։ Որտեւ իրենք մեզ էլ են տանում ինքնաոչնչացման։ Մեր հայրենիքն էլ, մեր նախնիների երազանքներն էլ, նրանց մակարոնն էլ, նրանց տառապանքներն էլ, այն հերոսներին էլ, որոնք հանուն հայրենիքի գոյության զոհվել են, ու այն հերոսների, որոնց նկարները հիմա աղբանոց են գցում։ Սա պիտի լինի մեր գործը թույլ չտալ, որ այս ժողովուրդը ինքին ընտանի կործանման։ Ու ես դա ասել այն ժամանակ այդ ուժերը չէին եկել դեռ, որ մեզ բրթեն դեպի այդ ինքնաոչնչացումը։ Իսկ հիմա ավելի լայն թափով է գնում։ Ու ազգակիրներից խնդիրը դա է լինելու հասկանում եք, թույլ չտալ, որ այս մարդիկ իրենց ոչնչացնեն, այդ որ նկարագրել էր ծուղարելու ժամանակ է 15 հոգին իրենց ու մեզ չտանեն ոչնչացման։ Ինչպես պիտի արի սա ծանրուբարդ գործ է եւ որպես կարաչի քայլ ամենայն դեպս ես տեսնում եմ մեր տեսակի ինքնակազմակերպմամբ։ Ցակուցրիվով ոչինչ չեն կարող մեր դեմ ահռելի հզոր ուժեր են, պես փողերով, ցանցերով, այս իշխանական համակարգը լինես նվեր, ազգակիրներով պիտի մի գանք։ Եվ որպես տարբերակ ես առաջարկել եմ ազգակիրների միություն ստեղծելու գաղափարը։ Քանից ասել եմ, այլ եզրափակելով հորդորում եմ, եթե իհարկե ես կարողացա ձեզ անհանգստացնել, այցելել ազգակիրների միություն Facebook-յան խումբ, Համանման տեսանյութեր ես արդեն տեղադրել եմ նաև YouTube-յան իմ ալիքում, քանի որ բոլորը չէ որ Facebook ունեն, որոշ երկրներում էլ Facebook-ը փակ է, Արծրում Պեպանյան 1958 որ գրեք կարողանաք դա գտնել, խորհենք, խորհրդակցենք, անենք հնարավորը, իսկ հնարավոր շատ բան կարող ենք անել, ես ասել եմ, եթե մենք ազգակիրներին համախմբում ենք այստեղ մեր կառույցն ենք սարքում, նաև դրսերում, մենք համահայկական ցանցային ինչ-որ մի կառույց ենք սարքում, նաև այդ դեպքում մենք նկատելի ենք լինում աշխարհի այլ ուժերի կողմից, որոնք այդքան ոգևորված չեն այստեղ տեղի ունեցողով, նաև մենք մեր նպատակը չի լինում հայության չաղու բախտավոր կյանքով ապահովել, այլ համամարտկային արժեքներ ենք բերում մեր անցյալից, որ ունեցել ենք, եւ ոչ թե գնում ենք տեսնենք այս աղավաղվածները ինչ են ասում, եւ աշխարհի այդ ժողովուրդների մեջ էլ կան այսպես մեր նման անհանգիստներ եւ Թումանյանի ասած այն խոսքը ասում ենք, որ ասում էր Աստծո այդ խոսքը խոսում է տարապել ժողովուրդը, որ պիտի ասի աշխարհին։ Այդ խոսքը կասենք։ Այսօր այսքանը, միշտ օր հանդիպում։